Սա մի սովորական դաշտ է մեր երկրում։ Այս դաշտը պտուղ չի տալիս։ Այստեղ մոլախոտեր կան, փշեր, օձեր եւ կարիճներ եւ տարատեսակ մանր միջատներ։ Ինչու՞։ Հող կա, ջուր կա, արև որքան ուզենք։ Ինչու ուրեմն կանաչն այստեղ գլուխ չի բարձրացնում։ Այն ինչի մասին այսօր խոսելու ենք, ոչինչ չի փոխելու այս դաշտում, բայց այն անպայմանորեն փոխելու է մեր քաղաքական դաշտում, որն այս պահին թերևս քիչ բանով է տարբերվում այս դաշտից։ Անկախությունից ի վեր մեզ բազմաթիվ խոստումներ են տվել, տարբեր տեղերից եւ տարբեր տեսակի, սկսած նրանից, որ լավ ենք ապրելու, վերջացրած նրանով, որ արդար ենք ապրելու։ Այդ խոստումները չեն կատարվել, ոչ թե որովհետեւ դրանք չափից դուրս բարդ են, այլ որովհետեւ դրանք փոփոխություններ են, բարեփոխումներ, որոնց դուռը մեր առջև փակել են։ Հասկանալի է, որ եթե մենք արդար ապրեինք, ուրեմն լավ էլ կապրեինք, եւ հասկանալի է, որ որպեսզի մենք արդար ապրենք, դրա համար պետք է արդար համակարգ ստեղծենք։ Ու քանի որ ստեղծված եւ միջև այսօր գործող համակարգով մենք արդար չենք ապրում, արդար եւ լավ, կնշանակի, որ այդ համակարգը լավը չէ եւ այն պետք է փոխել։ Առաջարկվող սահմանադրական փոփոխությունները ենթադրում են համակարգային փոփոխություններ։ Դրանք ընդունելուց հետո մենք իհարկե միանգամից արդար չենք ապրելու, բայց երբ դրանք ընդունենք, կունենանք արդար ապրելու ավելի մեծ հնարավորություններ։ Իսկ ինչ ունենք մենք հիմա։ Այս պահին, երբ պատրաստվում ենք անել կարևոր այդ քայլը, նախագահականից խորհրդարանական համակարգ եւ մեծամասնականից համամասնական ընտրակարգ։ Ունենք արդարադատության նախարարությունում գրանցված շուրջ 8 տասնյակին հասնող կուսակցություններ։ Իսկ այդ կուսակցություններից քանիսն են մասնակից քաղաքական պրոցեսներին։ Հետևաբար քանիսն են այդ կուսակցություններից իրոք ուժեղ եւ քաղաքական դաշտում ներկայանալի։ Ընդ որում ուժեղացելով նկատի չունենք այդ կուսակցություններում մարդկանց թիվը։ Օրինակ Կոմկուսում ավելի շատ մարդ կա, քան ազատ դեմոկրատներում։ Սա ըստ պաշտոնական տվյալների, բայց ի տարբերություն Կոմկուսի ազատ դեմոկրատները խորհրդարանում ներկայացված են, ինչը ցանկացած երկրում ցանկացած կուսակցության ունեցած ուժի լավագույն արտացոլումն է։ Ուրեմն կարևոր չէ, թե քանի հոգի են տվյալ կուսակցության անդամները, շատ ավելի կարևոր է, թե ինչով են նրանք զբաղված։ Օրինակ կան կուսակցություններ, որոնք իրենց գոյության մի քանի տարում հասցրել են ստեղծել միայն կուսակցական գերբը եւ ընտրել կուսակցության նախագահին։ Ապա ստեղծել են Facebook-յան էջ, որտեղ տեղադրելով իրենց գերբը ամեն օր նայում են այդ արվեստի գլուխգործոցն ու հիանում։ Այսքանով էլ սահմանափակվում է նրանց կուսակցական գործունեությունը։ Կան կուսակցություններ, որոնք նաև հիմն ունեն, եւ պարբերաբար հավաքներին, որոնք կոչվում են կուսակցական ժողովներ, խմբակային երգում են այդ երգը, որի բառերը սակայն միայն այդ բառերը գրող կուսակցական դպիրը գիտի, այն էլ ոչ միջև վերջ։ Կան կուսակցություններ, որոնք զիլ անուն ունեն, ենթադրենք ազգի փրկություն, բայց դատարկ բյուջե։ Այսինքն իրենց ամենամյա ֆինանսական հաշվետվությունը ներկայացնելիս բացառապես զրոներ են ներկայացնում, ինչից հետևում է, որ ազգի փրկության համար գումար չկա։ Մեկ այլ խումբ կուսակցությունները գումար ունեն, արտասահմանյան պարբերական ուղևորությունների պակասից չեն դժգոհում, բայց որպես կանոն նրանց հաշվին գումարները նստում են հենց արտասահմանյան ուղևորություններից հետո, դրանց հետ ուղիղ կապ ունենալով, ավելի ճիշտ դրանց արդյունքում։ Եվ վերջապես կան 4-5 կուսակցություններ, որոնք որպես կանոն մշտապես, եթե քաղաքականության մեջ այդ բառը գործածել կարելի է, տեղ ունեն խորհրդարանում։ Ոչ թե որովհետև ժողովուրդն իրենց շատ է հարգում եւ սիրում, այլ որովհետև եթե իրենք էլ չանցնեն խորհրդարան, ապա ելով կանցնի։ Այն պարագայում, երբ միայն իրենք են մասնակցում խորհրդարանական ընտրություններին։ Այստեղ տարանջատ ենք։ Ընդհանրապես բազմակուսակցականություն դա ճիշտ է։ Ինչքանով ավելի ճիշտ կլիներ, եթե լիներ միակուսակցական երկիր։ Բնականաբար համակարգը որպես բազմակուսակցական տարբեր տեսակետների հնչեցնելու եւ նրանց համար պայքարը ճիշտ է։ Այստեղ պայքար է արդեն ձևավորվում իշխանության համար։ Բայց Հայաստանում մի փոքր աննորմալ վիճակ է ձևավորվել, այսպես կոպիտ եթե արտահայտվեմ, քանի որ այո 70-ից ավել կուսակցությունների արկայությունը Հայաստանում դա մի փոքր լուրջ չի, որովհետև սովորաբար կուսակցությունը դա կոնկրետ գաղափարական ուղղվածության, կոնկրետ ծրագրային ուղղվածության մարդկանց համախումբ պետք է լինի։ Բնականաբար աշխարհում գոյություն չունի 75 այսպես ուղղություն, որ այդ ամեն մի ուղղությամբ մի բան է։ Ստացվում է, որ շատերը կրկնում են իրար։ Իսկ սա հիմնականում պայմանավորված է, կարծում եմ, մարդկային գործոնով, երբ որ կոնկրետ անձիկ ցանկանալով քաղաքական թատերաբեմ մնալ, ձևավորում են օրենսդրությունն էլ թույլ է տալիս իրենց կուսակցությունը։ Իհարկե, եթե լուրջ մոնիտորինգի ենթարկենք այդ կուսակցությունները ինչքանով անդամներ ունեն, որովհետև ժողովրդի մեջ էլ հնչում է մարդ կուսակցություն հասկացությունը, երբ որ հանում ես առաջին, իսկ չես պատկերացնում, քանի անց կա տեղ։ Այս առումով խնդիր է, որ պետք է այսինքն մեխանիզմներ ստեղծել, որպեսզի ավելորդ եւ արհեստական կեղծ կուսակցությունները այսպես կամ միավորվեն, վերածվեն լուրջ կուսակցության, կամ քաղաքական դաշտից դուրս գան։
Հայտնի է, որ ցանկացած պետության ամրության կարևոր որոշիչներից մեկը դրանում ապրող ընտանիքների ամրությունն է։ Այսինքն, որքան ամուր են տվյալ պետության մեջ ապրող ընտանիքները, այնքան ամուր է տվյալ պետությունը։ Միևնույն ժամանակ, ցանկացած քաղաքական դաշտի ամրությունը որոշվում է դրանում առկա քաղաքական կուսակցությունների ամրությամբ։ Այսինքն, հնարավոր չէ կատարյալին մոտ ամուր քաղաքական դաշտ ունենալ, չունենալով ամուր քաղաքական կուսակցություններ։ Հակառակը չի լինում, քանի որ ոչ թե քաղաքական դաշտն է ձևավորում քաղաքական կուսակցություն, այլ վերջիններս են ձևավորում քաղաքական դաշտ, իրենց տեսակով, գույնով, գործունեության կերպով եւ բնույթով։ Առաջարկվող սահմանադրական փոփոխությունները պետք է նկատել ոչ թե քաղաքական դաշտ են ձևավորում կամ փոխում, այլ հնարավորություն են ընձեռում դրանում առկա քաղաքական կուսակցություններին ուժեղանալ կամ կորել։ Այսինքն, եթե մենք դառնում ենք խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկիր, որտեղ ինչպես գիտենք կուսակցությունները կարևորագույն դերակատարում ունեն պետության ղեկավարման գործում, դաշտում առկա քաղաքական կուսակցությունները ստանում են բոլոր հնարավորությունները մասնակցելու երկրի ղեկավարմանը։ Եթե ունեն բավարար ուժ, ուրեմն կդառնան ամուր կուսակցություն, նպաստելով ամուր քաղաքական դաշտի ստեղծմանը երկրում։ Եթե չունեն այդ բավարար ուժը, ուրեմն կլուծարվեն կամ կմիանան որևէ այլ կուսակցության, որը հասկանալի է կամրանա, դրանով եւս նպաստելով ամուր քաղաքական դաշտի ձևավորման։ Այսինքն սահմանադրական փոփոխությունները ոչ թե պատրաստի փոփոխություններ են, այլ դրանց հասնելու լայն հնարավորությունների տրամադրում բոլորին։ Մյուս կողմից, սահմանադրական առաջարկվող փոփոխություններով ենթադրվում է 100% համամասնական ընտրակարգ խորհրդարանական ընտրություններում։ Այսինքն մեծամասնական ընտրակարգ չի լինելու։ Այսինքն չեն լինելու մեծամասնականով ընտրվածներ եւ վերջապես, այսինքն ամեն թաղի, բակի, գյուղի, բնակավայրի ամենազիլ տղերքը չեն կարողանալու ընտրվել ազգային ժողովի падգամավոր։ Դրա համար պետք է կուսակցական դառնալ։ Մեծամասնական ընտրակարգը Հայաստանում գաղտնիք չէ, որ ապաքաղաքական գործընթաց է։ Այն պարզ պատճառով, որ դրանով падգամավոր դարձածները ապաքաղաքական մարդիկ են։ Զիլ, բայց ապաքաղաքական։ Ընդ որում, որքան զիլ, այնքան ապաքաղաքական։ Ստացվում է, որ մեծամասնական ընտրակարգը գոնե մեր երկրում երկար տարիներ խոչընդոտում է քաղաքական գործընթացներին, չհանդիսանալով այդպիսինը։ Մեծամասնական համակարգը դա լրջագույն այսպես խոչընդոտող համակարգերից մեկն է Հայաստանում ընտրական համակարգի, ինչի համար սա իշխանությանը վերարտադրող ամենահզոր գործիքն է։ Ես կարող եմ սա նույնիսկ թվերով եւ փաստերով ասել, եթե նայենք մենք բոլոր համապետական ազգային ժողովի ընտրություններում երբևիցե իշխող քաղաքական ուժը չի պարտվել։ Բայց եթե նայում ենք վիճակագրական տվյալներին, հիմնականում նրանք հաղթել են մեծամասնական տեղերի հաշվին, այսինքն որպես կուսակցություն ոչ մեկ բացարձակ մեծամասնություն չի կազմել, իշխող քաղաքական ուժը չի կազմել եւ այդ տեղերը ազգային ժողովում արդեն դառնալով ամենամեծ պարլամենտական ֆրակցիան, դա մեծամասնական տեղերի հաշվին է եւ ուրիշ բան էլ կարող եմ ասել։ Եթե մեծամասնական տեղերը վերացնում ենք, ստացվում է ոչ մի քաղաքական ուժ ամենակում ներկա պայմաններում չի կարող բացարձակ մեծամասնություն կազմել, առավել եւս նույնիսկ այդքան տոկոս, որտեղ մեծամասնականի դուրս գալը շահագրգռվածությունը այդ մեծամասնական տեղում պայքարող այսպես անձանց, այսինքն փոքրանա եւ հետեւաբար այն ընտրազանգվածը, որ իրենց համար են ապահովում, որով նաեւ տվյալ քաղաքական ուժին են ձայն բերում, կպակասի։ Իսկ սա կբերի արդեն, տեսեք, Հայաստանը մի իրավիճակ է, երբ որ քաղաքական ուժը դառնալով մեծամասնություն ձևավորում է կոալիցիա, բայց այդ կոալիցիան ձևական էր, հատկապես վերջին շրջանի։ Ինչի համար, որտեղ ինքը առանց այդ կոալիցիոն գործընկերների թելադրող է արդեն։ Ստացվում է նրանք ընդամենը կցորդային, այսպես ֆոն ապահովելու համար, ժողովրդավարության իմիտացիա ձևավորելու համար են, բայց այս նոր իրավիճակում, նոր սահմանության պայմաններում նախագծի, եթե մեծամասնական տեղերը վերացում են եւ ցանկացած քաղաքական ուժ պետք է մեկ այլ քաղաքական ուժի հետ համագործակցի հաղթող պարլամենտական ընտրություններում հաղթող ուժի հետ։ Իսկ այդ դեպքում արդեն տոկոսները էական չեն։ Մեկը կարող է հավաքի 45%, մեկը ընդամենը 10%, այդ կայուն մեծամասնության 54% ապավելու համար արդեն հավասար իրավունքով են խոսել, որտեղ նա արդեն կցոր չի, որտեղ այն մեծ շատ հավաքածը չի կարող առանց մյուսի ինքը դառնալ իշխանություն։ Եվ սա կբերի քաղաքական դաշտի առողջացման, նոր տեսակետների, նոր մոտեցումների։ Եթե դուք հին եւ ոչ սարքին մեքենայով ճանապարհ եք գնում եւ ճանապարհին խոչընդոտներ են առաջանում առաջ գնալու առումով, ապա երկու երկ կա. կամ վալուրթին եք փոխում, կամ մեքենան։ Առաջինը գուցեև օգնի, բայց մեքենայի անսարքությունը առավել եւս հնությունը հազիվ թե վերացնի։ Երկրորդ երգը, երբ մեքենային եք փոխում,
Քաղաքականության մեջ կոչվում է համակարգային փոփոխություններ եւ որպես կանոն նպաստում է համակարգային խնդիրների լուծմանը։ Անշուշտ հնարավոր է, որ նոր մեքենայով էլ դուք խնդիրներ ունենաք, բայց սա հաստատ չէ։ Հաստատն այն է, որ հնով դուք տեղ չէիք հասնի, քանի որ այն անսարք էր եւ հին։ Ուրեմն, ենթադրենք նախագահին փոխեցինք, շարունակելով մնալ նախագահական երկիր։ Նա չի շարունակելու մնալ Հայաստանի միակ պաշտոնյան, ով ամեն ինչ որոշողն է, բոլորին նշանակողը եւ բոլորին պատժողը։ Նա չի շարունակելու իր թիմին բերել, նշանակել եւ մեզ համար ինչ տարբերություն լինելու է այդ թիմը հանրապետական, թե ենթադրենք դեմոկրատական։ Ուրեմն գուցե խնդիրը ոչ թե վարորդն ունի, այլ մեքենան, բայց մենք հայտնի չէ քաղաքական դաշտի անկատարությունից, թե ընդհանուր մթնոլորտային գաղջությունից ելնելով, այն ամենում ինչը առաջարկվում է, փնտրում ենք բլեֆ։ Ընդ որում համոզված լինելով, որ բլեֆ կա։ Գտնում ենք կամ ոչ, որպես կանոն գտնում ենք։ Համենայն դեպս մեզ ցույց են տալիս բլեֆը եւ ասում թե ինչու պետք է դեմ լինել։ Ու այնպես է ստացվել, որ մենք միշտ դեմ ենք։ Ընդ որում ոչ թե որովհետեւ ցանկանում ենք այլ բան, այլ քանի որ չենք ցանկանում այն, ինչը առաջարկվում է։ Սա իհարկե անկատարության, տվյալ պարագայում քաղաքական անկատարության արդյունք հետևանք է։ Օրինակ, բացի անձնական որակավորումներից, պիտակավորումներից, գուշակություններից, կանխատեսումներից դուք կոնկրետ սահմանադրական առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ զուտ եւ մաքուր քաղաքական քննարկում տեսել եք։ Ոմանք, այո, պնդում են, որ այդ փոփոխություններով գործող իշխանությունն ապահովում է իր վերարտադրությունը, ինչը փաստորեն գործող սահմանադրության պարագայում հնարավոր չէ, այսինքն մինչև հիմա իշխանությունները չեն վերարտադրվել, կնշանակի մեզանում միշտ արդար եւ ժողովրդավարական ընտրություններ են եղել, որտեղ մշտապես հաղթել է ժողովրդի տեխնացուն։ Եթե ոչ, եւ իհարկե ոչ, ապա ի՞նչն է խանգարում գործող իշխանություններին շարունակել գործող սահմանադրության պայմաններում իր վերարտադրության գործընթացը, ունենալով դրա համար փորձված միջոցներ եւ ամբողջովին ծանոթ լինելով այդ սահմանադրությունը խախտելու կամ շրջանցելու ամեն տեսակի վարպետություններին։ Կամ միջև հիմա մեր ո՞ր նախագահից ենք երկնքի չափ գոհ եղել, որին ենք պարտական երկրում հաստատված արդար եւ ժողովրդավարական կարգերի համար, տնտեսական կտրուկ աճի, կյանքի բարեկեցության համար, որ այսպես համառորեն ցանկանում ենք պահպանել նախագահի ինստիտուտը։ Եվ հակառակը, մեր որ նախագահից չենք դժգոհել, լցնելով հրապարակները նրա հրաժարականի մեր պահանջով։ Ուրեմն բլեֆն այստեղ չէ։ Մեզ նաև ասում են, որ այն մեզ համար խիստ անհրաժեշտ նախագահական կառավարման մոդելը կորցնելու մեջ է, ինչը ենթադրվում է առաջարկվող փոփոխություններով։ Բայց եղբայր, մինչև հիմա մեզ նախագահական կառավարման մոդելը ինչ է տվել։ Բացի մեկ անձի իշխանություններից եւ ամեն ինչ որոշում է մեկը գործելակերպից։ Հետևաբար այստեղ եւս բլեֆ չկա։ Ասում են նաեւ, որ փոփոխություններից հետո խորհրդարան չեն մտնի տարածքային ներկայացուցիչները եւ այն կդադարի մեծ հաշվով ներկայացուցչական մարմին լինելուց։ Եվ հենց դա է բլեֆը։ Իսկ ովքեր էին падգամավոր դառնում մեր տարածաշրջաններից։ Ավելի ճիշտ, ում էինք մենք տարիներ շարունակ ամեն ընտրություններից առաջ եւ հետո անվանում փողոցի խուժան, տարածքային բդեժ, իշխանության դրածո, ում եթե ոչ այդ մեծամասնական ընտրակարգով խորհրդարան անցածներին եւ նրանց հուշկու բանակներին։ Քանի մեծամասնական ընտրակարգով ընտրված падգամավորի օրենսդիր, շեշտում ենք, օրենսդիր գործունեությունից ենք հիացել։ Փոխարենը վերջիներիս բիզնես գործունեության դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելուց։ Այսինքն բլեֆն այստեղ էլ չէ։ Բա որտեղ է։ Գուցե այն քաղաքական համակարգի կատարյալ անկատարության մեջ է։ Այսինքն բլեֆ կա, պարզապես մենք սխալ տեղ ենք այն փնտրում։ Քանի որ այն ոչ թե փոփոխություններ առաջարկողների մեջ պետք է փնտրել, այլ դրան դեմ հանդես եկողների, ավելի ճիշտ դեմ եմ հիմնավորումների։ Ամենայն դեպս չկա մեկ, ով ասի դեմ եմ եւ դա իր դեմեմի զուտ քաղաքական հիմնավորումը։ Քաղաքական, այսինքն ոչ անձնային, ոչ հիշաչարությունից ելնելով, այլ իր կարծիքով ավելի լավ եւ արդյունավետ բան առաջարկելով։ Դեմ եմ, ասում են եւ վերջ, եւ հենց սա է բլեֆը, քանի որ սա ցույց է տալիս մեր քաղաքական դաշտի անկատարությունը, այդ դաշտի ներկայացուցիչների կողմից թաքցնելը։ Տեսեք, կյանքը ցույց է տալիս, որ այս պայմաններում, այս համակարգի պայմաններում ընտրական ճանապարհով փոփոխություններ չեն լինելու եւ այդ քաղաքական ուժերը չեն էլ հզորանալու։ Եվ հենց նոր սահմանության նոր նախագծով է արդեն նախատեսում քաղաքական ուժերի կշռի մեջ։ Նույնիսկ նայենք այն ուժերը, որոնք այսօր դեմ են արտադրում, սա իրենց օգտին է։ Հենց իրենք ավելի մեծ հաճո, եթե անկեղծ են, եթե ծրագրային սկզբունքային մոտեցնել, իրենք շատ ավելի այսպես հնարավորություններ կունենան, քան նախորդ վիճակում։ Տեսեք, վերջին ընտրությունները ցույց տվեց, որ ուղղակի այսօր այնպեսի վիճակ է, որ արդեն ոչ ոք չի հավատում, որ ընտրական ճանապարհով կարող է բան փոխվել։ Բայց այս նոր իրավիճակով, երբ որ այդ մեծամասնական տեղերը դուրս գալով, արդեն բոլոր ուժերը
ժողովրդից ձայն ստանալու խնդիր են ունենալու։ Եվ այստեղ արդեն շատ կարևորվել է թե իրենց համամասնական ցանկերում ում են ընդգրկելու, որովհետև եթե նույն օլիգարխները, որոնք առաջադրվում են մեծամասնականով, բնականաբար տվյալ քաղաքական ուժին ձեռնտու չի լինի։ Վերի ցանկը կազմի նրանցից, որտեղ ժողովրդի մոտ դա հակառակ ազդեցություն է։ Հիմա ստիպված նրանք էլ պետք է բարեփոխվեն, պետք է գտնեն իրենց մեջ արդեն մասնագետներ, այսինքն, հա, եւ սա կբերի ընդհանուր քաղաքական դաշտի առողջացման։ Մեծ հաշվով գործող սահմանադրությունը հնարավորություն է տալիս մի հոգու ստանալ ամեն ինչ։ Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն են տալիս մի քանի հոգու ստանալ ամեն ինչ։ Կիսել իրար հետ ամեն ինչը, գնալ փողզիջումների, փորձել մեկը մյուսից ավելի լավը երևալ, դառնալ, եւ ինչն ամենակարևորն է առաջընթացի համար մրցակցել։ Եթե մարդիկ սա չեն ուզում, նշանակում է ի սկզբանե ընդունում են սեփական պարտությունը, սեփական անկատարությունից ելնելով, որպես քաղաքական ուժ։ Երբ մարդիկ սա ուզում են, նշանակում է պատրաստ են եւ ընդունում են փոխելու եւ փոխվելու մարտահրավերը։ Ուրեմն սահմանադրական փոփոխությունները հենց այս մարտահրավերն են, նետված մեր անկատար քաղաքական դաշտին ուժեղ դառնալու։ Բայց ոմանք դեմ են, որովհետև այդ ոմանք այն կուսակցությունների ներկայացուցիչներն են, որոնք ձևավորվել են մեկ ուժեղ անձի շուրջ։ Այդ մեկ ուժեղ անձին ամեն ինչ տալու միակ նպատակով։ Խորհրդարանական համակարգում չկա մեկ ուժեղ անձ, կան ուժեղներ։ Մենք նորից այս նույն դաշտում ենք, որտեղ մոլախոտեր կան, փշեր եւ օձեր։ Ինչպես հիշում ենք, այն քիչ բանով է տարբերվում մեր քաղաքական դաշտից։ Տարբերվում է նրանով, որ ոչ մի սահմանադրություն այս դաշտից արմատախիլ չի անելու մոլախոտերը եւ փշերը։ Էլ չենք խոսում օձերի մասին, բայց լավ սահմանադրությունը հնարավորություն է տալու մեր քաղաքական դաշտը մաքրել փշերից եւ մոլախոտերից եւ իհարկե օձերից։